Իրանի դեմ ռազմական գործողությունների 12-րդ օրը հարվածները շարունակվում են ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել են նոր Խորեմշահր հրթիռներով Իսրայելին հզոր հարվածներ հասցնելու մասին։ Թիրախում են հայտնվել Թել Ավիվը եւ Հայֆան։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 12-ի։ Թիրախավորվել են նաեւ Կատարում, Քուվեյթում եւ Իրաքում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաեւ տարածաշրջանում ամերիկյան նավատորմը։ Ըստ ԻՀՊԿ-ի սա պատերազմի ընթացքում Իրանի ամենազանգվածային գործողությունն էր հակառակորդի ուժերի եւ օբյեկտների դեմ։ Զուգահեռ շարունակվում են հարվածները Իսրայելի եւ Հզբոլահի միջև։ Բեյրութի հարավային արվարձաններում պայթյուններ են լսվել։ ՄԱԿ-ի տվյալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լիբանանում մոտ 700,000 մարդ լքել է իր տունը։ Զոհերի թիվը հասել է 500-ի։ Հաղորդագրություններ են տարածվել նաեւ անհայտ արկերով Հորմուզի նեղուցում 2 բեռնատար նավի թիրախավորման մասին։ Նավերից մեկի տախտակամածին հրդեհ է բռնկվել, անձնակազմին տարհանել են։ Իրանը եւս հարվածների է ենթարկվել, թիրախավորվել է Թեհրանը։ Իրանական կողմի տվյալով պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան եւ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1300-ը։ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի մերձակայքում իրանական 16 ականապատող նավ ոչնչացնելու մասին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցում ականներ տեղադրի, ապա դրանք պետք է անմիջապես հեռացվեն, այլապես լուրջ հետևանքներ կլինեն։ Պենտագոնը հայտնել է, որ փետրվարի 28-ին պատերազմի սկզբից ի վեր վիրավորվել է 140 ամերիկացի զինծառայող, նրանցից 8-ի վիճակը ծանր է։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զինծառայողի զոհվելու մասին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ զինվորականներն աշխատում են Իրանի հրթիռային արտադրությունը վերացնելու ուղղությամբ։ Քերոլայն Լևիթի խոսքով ամերիկյան հարվածներին Իրանի պատասխանը մեծապես թուլացել է։ Նա հայտնել է, որ էպիկական ցասում գործողության նպատակներին հասնելու համար ի սկզբանե նախատեսված էր 4-ից 6 շաբաթ, բայց այն ժամանակացույցից առաջ է ընկել։ Գործողությունները կդադարեն, երբ գլխավոր հրամանատարը որոշի, որ ռազմական նպատակները լիովին իրագործվել են եւ որ Իրանը լիարժեք եւ անվերապահ կապիտուլյացիայի վիճակում է, անկախ այն բանից նրանք դա կընդունեն, թե ոչ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լիակատար սուտ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունը, թե Իրանը պլանավորում էր հարվածել ամերիկյան ուժերին։ Այս ստի միակ նպատակն էր արդարացնել էպիկական սխալ գործողությունը, դժբախտ գործողություն, որը կազմակերպվել է Իսրայելի կողմից եւ որի համար վճարում են սովորական ամերիկացիները։ Ըստ Ալ-Մայադին հեռուստաալիքի աղբյուրների Թեհրանը հրաժարվել է միջնորդական ջանքերով հանդես եկող բոլոր երկրների առաջարկներից։ Միևնույն ժամանակ Իրանը 3 պայման է առաջադրել ռազմական գործողությունների դադարեցման եւ բանակցություններին վերադառնալու համար։ Իրանի իշխանություններն ըստ հեռուստաալիքի Միացյալ Նահանգներից պահանջում են ապագայում երկրի վրա չհարձակվելու երաշխիքներ, փոխհատուցման վճարում եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչում։ Մերձավոր Արևելքում իրադրության առնչությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ներկայացվել 2 բանաձև։ Արաբական երկրների ներկայացրած բանաձևը դատապարտում է Ծոցի երկրների եւ Հորդանանի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումները։ Նաեւ դատապարտվում են Թեհրանի գործողությունները կամ սպառնալիքները Հորմուզի նեղուցի հետ կապված։ Ռուսաստանն էլ ներկայացրել է բանաձև, որով դատապարտվում են քաղաքացիական անձանց թիրախավորող բոլոր հարձակումները եւ կոչ է արվում բոլոր կողմերին դադարեցնել մարտերը եւ վերադառնալ բանակցությունների։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին դատապարտել է Պարսից ծոցի երկրների ներկայացրած բանաձևը, այն անվանելով կողմնակալ տեքստ, որով փորձ է արվում փոխել ագրեսորի եւ զոհի դերերը։ Նա շեշտել է, ամերիկա-իսրայելական հարվածների թիրախում են դպրոցները, հիվանդանոցները եւ բնակելի շենքերը։ Իրավանիի խոսքով մարտի 7-ին Թեհրանում եւ այլ քաղաքներում վառելիքի պահեստարաններին հարվածների պատճառով մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար։ Նա դատապարտել է նաեւ ջրի աղազերծման գործարանին հարվածը, որի հետևանքով տասնյակ գյուղեր մնացել են առանց ջրամատակարարման։ Շատ ցավալի է, որ անվտանգության խորհուրդը շարունակում է լռել։ Խորհուրդն աչք է փակում այս կոպիտ խախտումների վրա, չնայած ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն նրա հիմնական պատասխանատվությունն է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը։ Այսօր Իրանն է, վաղը կարող է լինել մեկ այլ ինքնիշխան պետություն։ Իրավանին դատապարտել է նաև Լիբանանում իրանցի 4 դիվանագետի թիրախավորված սպանությունը, դա որակելով պատերազմական հանցագործություն։ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ ուկրաինական զինվորականների խումբը եւ գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը մեկնել են տարածաշրջան, որպեսզի օգնեն Պարսից ծոցի երկրներին պայքարել իրանական անօդաչուների դեմ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։